Սիրելի հեռուստադիտողներ, անչափ հաճելի է, որ մնացել եք մեզ հետ, գուցե հենց այս պահին եք միացել, մեր տաղավարում շատ հետաքրքիր զրուցակցի ենք մենք հյուրընկալել։ Հիշեցնեմ, որ արդեն 3 տարի անցկացվում է կամք Վազգեն Սարգսյան գրական մրցույթը, որի նպատակն է բացահայտել պատերազմների եւ սահմանային բախումների մասնակիցների տաղանդն ու գրական ինքնարտահայտման հարթակ ստեղծել դրանով։ Մրցույթի առաջին հաղթողին էլ այսօր հյուրընկալել ենք մեր տաղավարում։ Ինչ, իսկ մեր հյուրն է կամք Վազգեն Սարգսյան գրական առաջին մրցույթի հաղթող 2020 թվականի պատերազմի մասնակից Նարեկ Վարդայանը։ Բարի լույս Նարեկ։ Բարև ձեզ։ Բարի օր Նարեկ։ Նարեկ, շնորհակալ ենք քեզ ու քոպես տղերքին, որովհետև հենց իրենց շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղ երկնքի տակ կարողանում ենք սկսել մեր առավոտը քեզ հետ այս շատ կարևոր նախագծի շուրջ։ Նախ եւ առաջ արի հասկանանք ինչպես ստացվեց, ինչպես որոշեցիր, որ պետք է մասնակցես այս մրցույթ փառատոնին։ Ինքդ էլ անցնելով այդ դժվարությունների միջով։ Ես նախ բոլորի շնորհավորում եմ Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ։ Կարծում եմ, որ դա մեր ամբողջ հայկական աշխարհի ամենակարևոր ուղենիշներից է, որ մենք պիտի այդ կերպարով դաստիարակվենք, պիտի այդ կերպարով ամեն օր պիտի ոգեշնչվենք եւ ապրենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Հիմա անցնենք մրցույթը մասնակցելու։ Ինչու սովորական հայրենիք։ Եղիշեր Չարենցը մի հատ տող ունի, Նայրիում ապրում էին աշխարհի ամենասովորական մարդիկ, ամենասովորական մարդկային հատկանիշներով։ Ու հետաքրքիր է, որ Չարենցը Կարսի մասին է գրում, կարելի ասել ես էլ մի քիչ Շուշիի մասին եմ գրել սովորական հայրենիքով։ Այնտեղ Կարսներ, Կարսի անկումներ, այստեղ Շուշիի անկումներ, տենց կապելը, փորձել եմ կապեմ, ինչ որ 1920-ականներ, արդեն 2020-ականներ, տենց մոտավոր, ծանր վիրավորում եմ ստացել 44-օրյա պատերազմի վերջին օրերին, հետո սայլակին հայտնվեցի, կոմայի մեջ սայլակ, ու որոշեցի այդ իմ հիշողությունների պատառիկներից հավաքել հենց այդ ժամանակ, հենց այդ սայլակին նստած էի։ Որոշեցի, որ պիտի հիշողությունների պատառակներից այդ պատերազմական դրվագները հավաքել սովորական հայրենիք, որը իմ կարծիքով մի քիչ հայրենասիրական բնույթ ունի եւ բնականաբար ճշմարտության եւ արդարության բնույթ։ Կամքը նաև հնարավորություն տվեց Նարեկ ձեզ եւ շատ այլ մասնակիցների միմյանց հետ հանդիպելու, քննարկելու, փորձի փոխանակում իհարկե եւ ամենակարևորը զգացողությունների փոխանակում, որովհետեւ ձեզանից շատերը մասնակիցներից նաև շատերը անցել են այն ճանապարհը, որ դուք եք անցել։ Ինչ տվեց ձեզ, հա, այս մրցույթին մասնակցելը։ Հետո նաև լույս տեսավ կամք ժողովածուն, որտեղ մոտ 25 մասնակիցների հուշեր կամ պատմություններ են։ Ու դա մի ամբողջ, կարծում եմ կարևոր վավերագրություն եղավ մեր պատմությունից դասեր քաղելու եւ վերջապես ես ինչի համար եմ ստեղ, ինչի համար եմ ես այսօր եկել։ Ճիշտն ասած Վազգեն Սարգսյանի առաջ մի քիչ ամաչում եմ, որ մենք այդքան վատ վարվեցինք, իր պաշտպանած, պահած, փայփայած Արցախի հանդեպ այդքան վատ վարվեցինք, բայց միաժամանակ եկել եմ ասելու, որ բոլորին մեր հեռուստադիտողներին եւ պատմությանը, որ մենք 20 թվականին էլ ունեցել ենք քաշ տղաներ, ովքեր միջև վերջին շունչը պայքարել ու կռվել են, թե հետո ինչ եղավ, դա այդ զոհված տղերքի խնդիրը չի, գիտեք։ Դա մի քիչ քաղաքական բան է, դրան չանդրադառնամ։ Սա բոլորիս խնդիրն է, այո։ Իդեմս քեզ մենք մեր երախտիկի խոսքն ենք, մեր խոնարհումն ենք հայտնում այն տղաներին, որոնք այսօր եւ մեր կողքին են եւ նրանց, որոնց չգիտեմ, նահատակության շնորհիվ մենք այսօր այստեղ նստած խոսում ենք խաղաղությունից, իրականում թող այդ խաղաղությունը լինի հարատև։ Նարեկ, ձեր թույլտվությամբ կրկին կուզեմ անդրադառնանք գրքին, սովորական հայրենիքում ունենք այստեղ մի հատված, որը ձեր ամենասիրելին է կամ չեմ ուզում շատ առանձնացնել, բայց կան դրվագներ կամ մի հատված, որը որ դրա շատ կարևոր է։ Հենց առաջինը։ Արի երկու տող կարդ։ Արսեն Հողագործը։ Այո։
Իմ լավագույն զինվորներից էր ներողություն։ Ես իդեպ եղել եմ եւ կամավոր եւ դասակի հրամանատար։ Տենց բան հիմնականում չի լինում, չի լինում։ Այլ երկու տող կարդանք։ Խնդրեմ, դու կարող ես Լեռան առջև փռված անծայրածիր դաշտը Երուսաղեմի մեջ էր։ Ծանր տեխնիկաներ էին տեղաշարժվում։ Արսենը պարկել էր լեռան լանջին ու փոքր բահով մեծացնում էր խրամատը։ Դիմացը զենքն էր, մահաբեր ու ամենափրկիչ ՊՊԿ-ն։ դա զենքի տեսակ է։ Հասկացա։ Եկեք թող բոլոր զենքերը լռեն ամբողջ աշխարհում, որովհետև այսօրերին եւս ամբողջ աշխարհը գուցե, ինչ չէ, ամբողջ աշխարհը կարող ենք ասել բախումների մեջ է։ Թող լինի այդ խաղաղության կանչող զենքը։ Զենքեր չգործածվեն, չկիրառվեն, նրանք առանց կրակելու մնան։ Եվ այս գիրքը կարծում եմ պետք է կարդա ձեզանից յուրաքանչյուրը։ Այո։ Գոնե մեկ անգամ ընթերցեք, կիսվեք, պատմեք ձեր ընկերներին։ Նարեկ Վարդանյան, սովորական հայրենիք։ Նարեկ, ո՞րն է առաջնային ու կարևոր առաքելությունը սպարապետի անունը կրող այս շատ հետաքրքիր ու կարևոր մրցույթ փառատոնի։ Մի հատ նախ էս ամեն ինչը հավաքեց միտեղ այդ պատմությունները մի քիչ հանրայնացրեց, որ մարդիկ իմանան, որ ոնց որ շատ կարևոր է, որ մենք այսօր հատկապես էս այն ժամանակաշրջանում, երբ մենք պարտված ենք, երբ հույս չկա, երբ չգիտեմ, սենց ինչ որ հուսալքության, ինչ որ ալիք կա, շատ կարևոր է այս պատմություններով եւ մեր եւ զոհված, եւ վիրավորված, եւ ողջ մնացած հրաշքով տղերքի շնորհիվ հասկանանք, որ մենք պարտավոր ենք ունենալ նոր Վազգեն Սարգսյանն ենք, մենք պարտավոր ենք ունենալ նոր հաղթանակներ ու ամեն ինչ անենք հանուն դրա, հանուն այդ հաղթանակի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի։ Միանշանակ։ Արցախը ես մի բան էլի։ Արցախը ես Արցախի Հանրապետություն չեմ ասում, հենց ասում եմ Արցախ, որովհետև ինձ համար դա Հայաստանի մի մարզ է։ Դա Հայաստանի մի մասն է։ Շատ լավ, Նարեկ, այս գիրքը երբ որ արդեն պատրաստ էր, որ դուք հանձնեիք դատին, հա, արդեն յուրաքանչյուրիս, առաջին նով է եղել, որ ընթերցել է, ում եք վստահել, որ հենց այդ տղաներին կարծիք հայտնի։ Դե հա, բնականաբար տղաների հետ քննարկում էինք։ Մեր վիրավոր տղաների հետ ես ընդեղ բուժման էի, զինվորի տանը բուժման էի պարկած։ Ու իրանք են հուշել, նկարներ են իրանք հուշել, տենց ոնց պետք է լինի, ոնց են իրենք պատկերացնում ու ընդհանուր իրանք ինձ թվում է սա հավաքական գրքի նման հավաքական բան է ավելի, ոնց որ բոլորով ենք արել, ինչ արել ենք, այդտեղ ես չեմ։ Դա մենք ամբողջ հայ մեր պատերազմին մասնակից տղերքը, նրանք ովքեր կուզեին մասնակցեին, բայց ինչ պատճառներով չկարողացան։ Դա մի քիչ մեր զգացողությունների, ցանկությունների վավերագրությունն է կարելի ասել։ Թերևս սա այն մրցույթն է, որ չեն կարող հստակ ասել հաղթող աշխատանք, բոլորը այստեղ հաղթող են, որովհետև բոլորը մի թեմայի են վերաբերվում, բոլորը իրար տեսակ ընկերներ եք նաև այս դեպքում։ Մասնակիցներից գիտեմ, որ նրանք շատ են եղել, ում ստեղծագործությունները կառանձնացնեք, ում գիրքը։ Մի հատ պատմություն կար, ինձ համար ամենատպավորիչ պատմությունը դա Սվարյան Արամի պատմությունն էր, իր քույրը Անահիտը տես բան էր արել, սենց հետաքննություն էր արել, իր զոհվածը, հա, փնտրում եմ եղբորս։ Այդ պատմությունն է ամենատպավորիչը ինձ համար, որ շատ հուզել է ու ոնց որ ես ինչ գրել էի, հետո դա կարդացի ու հասկացա, որ այնտեղ մի ուրիշ աշխարհ էլ կա։ Երբ որ դու եկել ես մի հատ սենց բան, ճակատդ բարձր ասում ես չգիտեմ, հերոս եմ ես շնորհ չեմ ասում, բայց ամեն դեպքում սենց ու այնտեղ ինչ որ մեկը մի հատ ընտանիք կա ու այդ մի ընտանիք չէ, էլի հազարավոր ընտանիքներ կան, ովքեր սգում են, ովքեր արդեն 6 տարի փնտրում են իրենց երեխաների, չգիտեմ, աճյունները ու չեն գտնում դեռ։ Ու այն որ սենց բան է, էլի շատ ծայրահեղ հեռու իրարից հեռու բան է, որ դու ստեղ, չգիտեմ, փորձում ես հայրենասիրություն խաղալ, չնայած ես չեմ խաղում, բայց ամեն դեպքում ես տենց սիրում եմ սուր արտահայտվել։
Նարեկ, արդյոք կունենանք հաջորդը, որովհետև իմ կարծիքով ամբողջը տեղավորել այս մեկ գրքի մեջ շատ դժվար է եղել, արդյոք կունենանք երկրորդ, երրորդ գրքերը, կան տես պլաններ։ Ես անընդհատ գրում եմ, անընդհատ այդ իմիջայլոց հենց մասնակիցների հետ է շփումներում բանում, այդ կամքի, այդ մրցույթի մասնակիցների հետ շփումներով պատմում ենք իրար, վերհիշում ենք նոր բաներ։ Այդ իմաստով էլ է օգնում, որ վերհիշենք, շարունակենք գրել, ստեղծագործել ու շարունակել այն մեր պատմության մութ դրվագները, նաև սենց ինչ-որ խնդրահարույց դրվագները վերհանել ու փորձել դասեր քաղել դրանից։ Սերունդներին թողնելու նաև, այո։ Որպեսզի, ինչպես նշեցի քիչ առաջ, նոր հաղթանակներ կերտենք ինձ համար ու մենակ հաղթանակը պարտադիր չի ռազմի դաշտում լինի։ Թող լինի գիտության բնագավառում հաղթանակներ, համախմբվածության, մարդասիրության բնագավառում հաղթանակներ գործենք։ Ինձ համար պատերազմի դաշտում հաղթանակները գալիս են միասնականություն, մարդասիրություն, գիտություն, ստեղից է սկսում ամեն ինչ։ Նարեկ, բացի գրելը, ստեղծագործելը, ինչով է զբաղվում պատերազմից հետո։ Ես բան եմ անում, նախ ասեմ, որ շարունակում եմ այս մասնակիցների պատմությունները հավաքել, տենց թղթակցում եմ զինվորի տան լրատվական բաժնին։ Այս պահին սովորում եմ շուտով կավարտեմ մայիսին։ Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում եմ սովորում, մայիսին ավարտում եմ, մագիստրոս եմ դառնում։ Հենց բուժվում եմ զուգահեռ, երևի այդքան։ Նարեկ, շնորհակալ ենք շատ, հուսով եմ այս գիրքը կմակագրեք եւ կթողնեք մեզ նվեր, մենք մեր ամբողջ անձնակազմով կարծում եմ պետք է ընթերցենք այս գիրքը։ Շնորհակալություն քեզ, Նարեկ, ու քո նման հրաշալի տղաներին, որոնք բարձր են պահում մեր երկրի անունը։ Դե ինչ, այսօր խոսեցինք, փորձեցինք հնարավորինս խոսել, հայց 1 ժամը կարելի էր ոչինչ էր սպարապետին անդրադառնալու համար, որովհետև այն պատմություններն այնքան շատ են, նույնիսկ ֆիլմեր են նկարում, դոկումենտալ ֆիլմեր են նկարում եւ միևնույնն է դա բավարար չէ, լիարժեք մարդկությանը, մեր նոր սերունդին, երեխաներին դեռ հասցնի պատմելու թե ով էր Վազգեն Սարգսյանը։ Կրթվեք, կարդացեք եւ գտեք ժամանակ հնարավորինս շատ ձեր երեխաներին տեղեկացնելու, պատմելու թե ովքեր են եղել մեր հերոսները, ով է եղել մեր սպարապետը, ով է Մոնթեն, Թաթուլը Կրպեյան ու շատ տղերք։ Այնպես որ ամենակարևորը սիրեք Հայաստանը, ապրեք Հայաստանում եւ ամեն բան արեք, որպեսզի Ամեն մեկս մեր լուման իրականում մի փոքրիկ լուման պետք է ունենանք, դրանից է նաև գումարվում օվկիանոս։ Ինչպես Նարեկը նշեց, յուրաքանչյուրիս հաղթանակը նաև մեր արած գործի մեջ, յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր գործը անել պարտաճանաչ եւ հաղթանակներ պետք են ոչ մեր մարտի դաշտում, ոչ մեր սահմանին, այլ մշակույթում, սպորտում եւ գիտության մեջ։ Սա կենտրոն հեռուստաընկերություններ լույս առավոտին այսքանով ավարտվում է, շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսեցիք մեզ հետ։ Վաղը տաղորում կաշխատեն Տերեզան եւ Քրիստինեն։ Լավ օրը մաղթում ձեզ։